Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, դե արդեն ակնհայտ է, որ սա լինելու է այս գումարման խորհրդարանի վերջին մտքերի փոխանակության առնվազն հատվածի ելույթը եւ նաեւ իմ վերջին ելույթը այս գումարման խորհրդարանում եւ պատահել է ու պատահում է այնպես, որ իմ առաջին ելույթը ազգային ժողովի 8-րդ գումարման եւ իմ վերջին ելույթը ազգային ժողովի 8-րդ գումարման նույն թեմայի մասին եմ։ Իմ առաջին ելույթով ես այս ամբիոնից ներկայացրել եմ ազգային ժողովի նախագահի մեր թեկնածու Ալեն Սիմոնյանին եւ իմ վերջին ելույթով այս ամբիոնից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանին իր կատարած շատ կարեւոր եւ վճռական աշխատանքի համար եւ ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ մեր թեկնածուն եւ մեր առաջադրած թեկնածությունը իսկապես հաջողված էր եւ հաջողված էր նաեւ այն փաստի բերումով, որ պարոն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ազգային ժողովի նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորենք եւ շնորհակալություն հայտնենք պարոն Սիմոնյանին այդ աշխատանքի կապակցությամբ, որովհետեւ մենք ես ուզում եմ կարճ հիշեցնել, թե այնուամենայնիվ ինչ դժվարին ճանապարհով ենք անցել։ Մենք ազգային ժողովի 8-րդ գումարումը ձևավորվեց հետպատերազմյան շրջանում, արտահերթ ընտրությունների արդյունքում։ Դրանից հետո մենք ունեցել ենք շատ տուրբուլենտ ժամանակներ, մենք ունեցել ենք 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններ, որոնք որ պարբերաբար զուգորդվել են ներքաղաքական տարատեսակ վայրի վերումներով։ Մենք ունեցել ենք 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, մենք ունեցել ենք սահմանազատման գործընթացը, մենք ունեցել ենք տարբեր տեսակի այսպես փրկության շարժումներ, որոնք որ փորձել են կասկածի տակ դնել մեր երկրի ինքնիշխանությունը եւ ամրությունը, եւ այս գործում բնականաբար ազգային ժողովի եւ ազգային ժողովի նախագահի դերակատարումը անուրանալի է, եւ այս բնականաբար ամփոփելով իմ խոսքը պիտի իսկապես շնորհակալություն հայտնեմ նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, որովհետև խմբակցությունը եւս իր արժանի տեղում պահել է Հայաստանի Հանրապետության գլխավոր միջնաբերդը եւ պաշտպանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ պետականությունը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ սիրում եմ բոլորիդ սիրելի ընկերներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե մինչև քվեարկությունն անցել է, ես էլ որպես վարող ելույթ ունենամ, կարճ։